Նիկոլա Տեսլա, էլեկտրոէներգիայի և ֆիզիկայի գեն։ Նիկոլա Տեսլան 1856 թվականից 1943 եղել է սերբ ամերիկացի գիտնական և գյուտարար, ով մեծ ներդրում է ունեցել էլեկտրատեխնիկայի և ֆիզիկայի մեջ։ Նա ամենահայտնի է ամպլիտուդային հոսանքի AES համակարգի հայտնագործությամբ, որը դարձավ այն հիմքը, որով այսօր էլեկտրոէներգիան հասնում է մեր տները, դպրոցները և հիվանդանոցները։ Տեսլան ուսումնասիրել է մագնիսական դաշտերը, էլեկտրական ալիքները և ռադարային տեխնոլոգիաները, որոնք հետագայում կարևոր դեր խաղացին կապի և պաշտպանության ոլորտներում։ Նա նաև ստեղծեց Տեսլայի կոկտեյլային կոճակներն ու բարձր տարբերությամբ կոկտեյլները, որոնք փորձման ձևով ցույց էին տալիս էլեկտրոէներգիայի տարածման նոր եղանակներ առանց լարերի։ Տեսլան չէր սահմանափակվում միայն լաբորատորիաներով, նա նաև իր երազում տեսնում էր ապագայի տեխնոլոգիաները, ինչպիսիք են անլար հաղորդակցությունը, ռոբոտները և նույնիսկ էներգիայի փոխանցումը օդում։ Նրա գույքերը այսօր օգտագործվում են թե բարձր տեխնոլոգիաներում, թե ամենօրյա կյանքում, լույսի համակարգերից մինչև շարժիչներ և ռադարներ։ Հետաքրքիր փաստ էր. Տեսլան խոսում էր 8 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, խորավեթերեն։ Նա շատ էր սիրում թռչունների հետ շփվելը և ասում էր, որ իր գյուտերը ոգեշնչում են բնությունից։ Նիկոլա Տեսլան օրինակ այն գիտնականների համար, ովքեր համատեղում են գիտությունը, երևակայությունը և համարձակությունը, փոխելով աշխարհը։